Տեսեք, այսօրվա բողոքի թեման ընդհանուր on-line սերվիսում տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների դեմ են։ Իհարկե, այսօր մոնոպոլիան պատկանում է Yandex-ին, ես չգիտեմ կոնկրետ այս կառավարության հետ Yandex-ը ում է փող տալի, որ սենց ազատ կարում է մարդկանց քերի, բայց այն որ փող է տալի կամ այն որ կառավարությունը փայի մեջ է, ես որպես մարդ, որը հաստատ չեմ կարող ասել ով, բայց չի լինում նման բան, որ կարանան մտնեն երկիրը քերեն, երկրի մեջ այդքան քերեն ու կառավարությունը այդքան չնկատի։ 120,000 աշխատող ամենակիչը վարորդ կա, որից հասկացան 40,000-ը թող լինի 30-40,000-ը թող լինեն ոստիկանները, այն մյուս աշխատողները, ովքեր գործից հետո հելնում են ուղղակի մի երկու գործ անեն, գնան տուն, բայց այն մարդիկ, որ որպես հիմնական աշխատանք աշխատում են վարորդ, քշում են տաքսի, այդ մարդիկ մենք պահանջ ունենք, որ պետությանը մենք հարկ ենք մուծում։ Եթե ինքը մեզանից վերցնում է որպես տաքսի շոֆեր, ես մարդ եմ, ինքը ինձանից որպես տաքսու վարորդ վերցնում է հարկ։ Ինքը այդտեղ գիտակցում է, որ ես տաքսու վարորդ եմ։ Այդ ոնց է չի գիտակցում, որ ես մարդուն ես հարկում եմ որպես տաքսու վարորդ, դեպքում բերեք գրանցված աշխատող համարենք այդ մարդուն։ Այդ տոկոսադրույքների բարձրացումը, որ 4-ից կամ 0-ից հասավ 25-35 մինչև այդ տոկոսադրույքները բերել ստաբիլիզացնել, դարձնել ամենաշատը 10% ներառյալ ընդհանուր հարկերը, որպեսզի վարորդը կարողանա հասկանալ, որ տնից դուրս եկավ գործի, ինքը փող է աշխատելու։ Գոնե մինիմալ աշխատելու է, ստիպված չլինի 8 ժամ նորմալ երկրներում, որ մարդիկ 8 ժամ աշխատում են, նրանց հələ օտպուսկ են տալի, ես են անում, իսկ մեր մոտ մեզ դաժե որպես աշխատող չեն ճանաչում։ Օրինակ չեք կարողանում, եթե 201,000 դրամից ավելի շատ եք դուր աշխատում, չեք կարողանում մյուսների պես օգտվել պետական բժշկական ապահովագրությունից։ Որովհետև մեզ չեն գրանցում որպես աշխատող։ Մեզ գրանցված, չէ, ոչ մի պատճառաբանում դրա համար չկա, on-line միակ պատճառաբանումը, որ ես մի անգամ լսեցի, որ դա on-line տիրույթ է։ Նույն այդ on-line տիրույթից դու կարողանում ես այդ մարդուն հարկի ենթարկել։ Ամեն մի կատարած պատվեր հարկի ենթարկվում է նույն այդ on-line տիրույթում, բայց նույն այդ on-line տիրույթից իրանք չեն կարող մեզ գրանցված աշխատող համարել։ Ինչքան է հարկում։ 4.5% էս պահին, եթե ես ճիշտ եմ հիշում։ Յուրաքանչյուր պատվեր, օրինակ դրամով է 4.5, եթե նաղդով 5%։ 5%, տեսեք, օրինակ, եթե ես կատարել եմ 1000 դրամի պատվեր, 50 դրամը գնում է պետությանը։ Քարտային վճարման դեպքում 4.5-ը, 450-ը։ Հա, տեսեք, հաջորդ հարցը տոկոսադրույքների խնդիրն է։ Հասկանանք էլի, տոկոսները բարձր են, բայց այսինքն բարձր տոկոս եք տալիս, բայց միևնույն ժամանակ չեք օգտվում այն ապահովագրությունից, որը օգտվում է մի մարդ, որը ուրիշ տեղ աշխատում, բայց գրանցված աշխատում։ Գիտեք ոնց է, այստեղ հենց իզուր չի ասված մոնոպոլիա բառը, որովհետև տեսեք, պետությունը այսօր ինձ որպես վարորդ հարկում է 4.5%, Yandex-ին որպես on-line տիրույթում ծառայություն մատուցող հարկում է, Yandex-ի գործընկերներին, տաքսոպարկերին հարկում է, այսինքն մենք աշխատում ենք, մեզանից հետո նույն այդ աշխատավարձը 3 տեղ հարկվում է, այդ ամեն ինչը պետությունը տենում է, բայց պետությունը նույն հաջողությամբ չի տենում, որ այս մարդը աշխատում է։ Հենց հասնում է արդեն հենց ներքին խավի աշխատողին, ով որ իրոք պախատ անում, աշխատում է, այդ մարդուն հենց հասնում է հերթը, արդեն պետությունը չի տեսնում։ Իսկ ինչի ԱԶ չեք գրանցվում։ ԱԶ-ները օրինակ բժշկական ապահովագրությունից օգտվում են, եթե վճարեն։ Այսինքն ես մի հատ էլ ԱԶ գրանցվեմ, ԱԶ-ում վճարում կատարեմ, իմ աշխատանքը 3 տեղ գանձվում է պետության կողմից, դա հեչ, մի հատ էլ 4-րդը դաբավի տանեմ։ Որպեսզի օգտվեք բժշկական։ Հենց դա է մեր պահանջը, որ եթե արդեն իրանք մեզ հարկում են որպես աշխատող, թող բարի լինեն, գրանցեն որպես աշխատող, հասկանալով, որ կա մարդիկ, որ ամսվա մեջ կարող ընդհանուր 100,000, 150,000 ուղակի գործից հետո քշեն, որպեսզի այդ մարդիկ չխառնվեն մեր հետ, ովքեր աշխատում են տաքսում որպես հիմնական գործ։ Թող շեմ նշանակվի 150-200,000-նա, որը եթե ես ամիսը քշում եմ 200,000, ուրեմն այդ ամսը, ուրեմն ես համարվում եմ աշխատող։ Իսկ այդ պետությանը վճարվող հարկի անունը ինչ է։ Պետական եկամուտ։ Պետտուրք։ Այսինքն սոցվճար չի եկամուտ։ Չէ։ Պետտուրք։ Դուք հիմա ընդհանուր ձեր շահույթից ինչքան եք հարկվում, հանած պետական հարկը ու նաև դուք տալիս եք ձեր on-line տաքսի ծառայությանը, հա, որպես ծառայություն մատուցող գումար, ինչքան է հարկը։ Տեսեք, այսօրվա դրությամբ այսպիսի մի նրբություն կա, որը չգիտեմ վարորդները խոսել են, ասել են, թե չեն ասել, օրինակ պատվեր չի ուղարկի, եթե դու չմիացնես Մոյ ռայոն իմ շրջանը։ Մոյ ռայոնը դա
պլյուս 25% իրենց հարկին, պլյուս եւս 1-ից 9%, այսինքն 34% մաքսիմալ կարողանում է գանձել Yandex-ը։ Միջինում իշքան։ Ну, միջինումը, եթե մարդ ժամանակ ունի, ասենք 16 ժամ դուրսը պրոստը մեքենայի մեջ, քնի մեքենայի մեջ, ուտի մեքենայի հետ պսակվի մնա մեքենայի մեջ, ու այդ մարդը, ասենք 16 ժամ մնացողը չի միացնում պրինցիպից դուրս գալով այդ բանը, բայց էլի մինիմալը 25% գանձվում է։ Էդի մենակ Yandex-ը։ Նշեցիք, որ կառավարությունը փայ ունի, ինչ նկատի ունեք մի փոքր կման։ Իհարկե նկատի ունենում, տեսնում եք, պատկերացրեք 120,000 վարորդ 120,000 վարորդ աշխատում է ու այսպես ասենք միջինացված որ ասեմ միջին ամեն մի վարորդս քշում է նու 3-ից 400,000-ի քշում ենք հետեւաբար այդքանը որ բազմապատկում եք այդ միլիոնները որ երկրից դուրս է գալիս հնարավոր չի այս փոքր երկրում աչք նու չտեսնել այդ ամեն ինչը չհասկանալ այդ ամեն ինչը հնարավոր չի այս փոքր երկրում ամեն ամիս 120,000 հոգուց այդքան փող գանձել ու որ կառավարությունը կամ փայ չլինի կամ էլ ինքը չգանձի հենց։ Այս ստորագրահավաքը ինչի մասին է, ինչ պահանջ։ Այս ստորագրահավաքը այսպես ասած առաջինն է, բայց ոչ վերջինն է, որովհետև հիմնական պահանջներն ենք մենք ներկայացնում առանց շատ այսպես ասած մանրանալու մենք մեր այս հավաքի բուն թեման կազմում է որ մեզ համար են գրանցված աշխատող։ Առաջինը, որ իջացնեն տոկոսները, որպեսզի վարորդը, որը քշում է 14-16 ժամ դառնում է ավարիայի բուն, դառնում է մարդասպանության բուն, այդ մարդիկ կարողանան մի քիչ քշել, բայց աշխատել, որ այնքան որ կարողանան գոնե ընտանիք տուն փող տանեն, այդքան բան։ Նաև պայմանների, աշխատանքային պայմանների բարելավումը։ Դե մենք պահանջում ենք տոկոսի իջեցնումը, որը իր հերթին կբերի, այո, արդեն աշխատանքի բարելավմանը։ Քանի ստորագրություն է պետք ստույգ չեմ կարող ասել, հեսա կճշտենք